Շնորհակալ եմ Աստծուց, որ եկել եք։ Մի հատ ուզում եմ կենտրոնանանք ու այս խոսքերով սկսենք մեր պաշտամունքը։ 146 Սաղմոսն է։ Ալելույա բառը ով գիտի ինչ է։ Ալելույա բառը ինքը երկրից երկրպագություն, փառաբանություն դեպի Աստված։ Երկրից ուղղված դեպի Աստծուն։ Ալելույա։ Օրհնիր Տիրոջը ով իմ անձը։ Տիրոջը կօրհնեմ ես իմ կյանքում։ Իմ Աստծուն սաղմոս կասեմ, քանի որ կամ։ Մի հուսացեք իշխաններին, մարդկանց որդիներին, որոնց մոտ փրկություն չկա։ Նրա հոգին դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա, նույն օրը կկորչեն նրա խորհուրդները։ Երանի նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, որ նրա հույսը իր Եհովա Աստծո վրա է, որը ստեղծեց երկինք ու երկիրը, ծով եւ նրա միջի ամեն եղածը, որ հավատարմություն է պահում հավիտյան, որ իրավունք է անում զրկվածներին, հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին, Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին, Տերը պահում է պանդուխտներին, նա ընդունում է որբին եւ որբևարին, բայց ամբարիշների ճանապարհը ծռեցնում է։ Տերը կթակավորե հավիտյան, քո Աստվածը ով Սիոն, ազգից մինչև ազգ։ Շատ հենց սկիզբը, որ շատ տպավորիչ է, որ ասում է գիտեք, օրհնիր Տիրոջ ով իմ անձը։ Երբևիցե sense բան արել ես, որ դու քեզ ասես, հələ պատկերացրած, այդ դու ես։ Գնացել ես դու քեզ դաշտի մեջ աղա ջան, օրհնի Աստծուն։ Դու քեզ ես ասում, ինքը իրան է հանձնում, ինքը իրան ասում։ Օրհնիր Տիրոջ ով իմ անձս։ Որովհետև քո անձը չի ուզում օրհնի Տիրոջ, չի ուզում պաշտի։ Մարդու բնությունը հենց է, որ իրան խանգարող բաներ կա։ Ու մեղքից հետո է այդ առաջացել։ Իրան միշտ էլ խանգարող բան կա, որ չի ուզում, որ դու Աստծուն պաշտես։ Բայց դու քեզ ասա։ Դու քեզ ասա։ Դերեն ջան, ասա, օրհնիր Տիրոջը, ով դերեն։ Օրհնիր Տիրոջը, դու քո անձին ասա, իմ անձս օրհնիր Տիրոջը։ Տիրոջը կօրհնեմ իմ կյանքից մեջ, իմ Աստծուն սաղմոս կասեմ, քանի դեռ ողջ եմ։ Ասում եմ, մի հուսացեք մարդկանց որդին, արդեն մարդուն վրա հույս մի դրեք, մարդուն մի հուսացեք։ Մարդու հոգին դուրս կգա իրանից, հենց նույն օրը այդ խորհուրդները կկորչեն։ Բայց երանի նրան, որը իր հույսը իր կենթանի Աստծո վրա է դրել։ Որ ու պատվիրանքներ ասում իրավունք կանի զրկվածին, հաց կտանոթին, այսինքն Տիրոջ պատվիրանքների մեջ կլինի այս մարդը։ Ես ուզում եմ, որ մենք էլ գանք այսօր Աստծուն պաշտելու, Աստծուն երկրպագելու նպատակով։ Ես այսօր եկել եմ Աստծո տուն Աստծուն պաշտելու։ Ես չգիտեմ Ժորժան դուք ոնց, բայց ես այսօր եկել եմ իմ Աստծուն պաշտելու։ Առաջին իմ կարիքն ասա։ Եկեք կանգնենք Աստծո առաջ